Հարություն, իրականություն թե միֆ։ Ամերիկացի պատմաբան և փիլիսոփա Վիլյամ Լայն Քրայգը ասել է. հարության վարկածը և ստուգելի է և հերքելի։ Այն ստուգելի է դատարկ գերեզմանի պատմական ճշմարտությունը, Քրիստոսի երևալը և քրիստոնեական հավատի ծագումը ապացուցելու միջոցով, իսկ հերքելի է ժխտելով վերը նշվածները կամ նատուրալիստական բացատրություններ ներկայացնելով դրանց համար։ Իրականում ես պետք է այնքան առաջ գնամ, որպեսզի ասեմ, որ չկա գեթ մեկ դեպք հարության վերաբերյալ, որ սկզբունքորեն անհնար լինի պատմականորեն ստուգել կամ ժխտել։ Ըստ քրիստոնեական փորձագետների, հերքելու համար Քրիստոսի հարությունը պետք է հորինենք մի տեսություն, որը կկարողանա 3 պատմական փաստ բացատրել։ Առաջին, Քրիստոսին գերեզմանափորի մեջ դնելուց 3 օր հետո, ինչպես այն դատարկ գտնվեց։ 2. Եթե Քրիստոսը հարություն չի արել, ապա ինչպես է խաչելությունից հետո մոտ 7 շաբաթվա ընթացքում երևում հարյուրավոր մարդկանց։ 3. Ինչպես պատահեց, որ առաքյալները, ովքեր վախից փախել և ուրացել էին Տիրոջը, հարությունից հետո դարձան համարձակ քարոզիչներ և նահատակներ։ Հարության որոշ հակառակորդներ ենթադրում են, թե կանայք, ովքեր առաջինն են տեսել դատարկ գերեզմանը, կարող են շփոթել գերեզմանափորի տեղը։ Մինչդեռ հրեա առաջնորդները, ովքեր զինվորներ էին կարգել Տիրոջ գերեզմանի մոտ, այս պարագայում կուղղեին կանանց խալմունքը։ Մատթեոսի 28-րդ գլխում գրված է, որ հրեա առաջնորդները կաշառել են զինվորներին, որպեսզի վերջիններս ասեն, թե իբր քնով են անցել, ինչից օգտվել են աշակերտներն ու գողացել Հիսուսի մարմինը։ Հարց. Եթե քնած էին, որտեղից իմացան, թե ով է գողացել մարմինը։ Այլ ընդդիմախոսներ էլ համոզված են, թե առաքյալները դավադրական համաձայնության գալով փորձել են իրենց ուսուցչի մահվան բոթը փոխարինել նրա հաղթական հարությամբ։ Ինչպես գիտենք, հին դարերում կանայք ստորադաստված կարգավիճակում էին։ Ուստի եթե առաքյալները ցանկանում էին նման բան կեղծել Քրիստոսի հարության մասին, ապա վստահաբար կանանց առաջին պլան չէին մղի։ Չէ որ 4 ավետարանիչներն էլ վկայում են, որ դատարկ գերեզմանը հենց կանայք են առաջինը այցելել։ Առաջին դարերում, երբ կանանց խոսքը հավասարազոր էր ստրուկների խոսքին, հաջող քայլ չէր կարող դիտվել առաքյալների արկածախնդրության գործում նրանց գործածելը, դա գիտակցաբար պլանների ձախողում կլիներ։ Շատերն էլ ասում են, թե իբր մահից հետո Հիսուսի երևալը պարզունակ հալյուցինացիա էր։ Մինչդեռ հոգեբուժությանը նման բան հայտնի չէ, որ 500 հոգի միևնույն հալյուցինացիան ունենան։ Ինչպես ասում է ռուս հայտնի աստվածաբան Ալեքսեյ Օսիպովը, եթե մի երևույթի մասին 1 կամ 2 հոգի են վկայում, կարող ենք կասկածի տակ առնել, բայց երբ դրա մասին վկայում են շատերը, կասկածել առնվազն տհասություն է։ Խորհրդային աթեիզմը չարախնդում էր։ Քրիստոսի թվացյալ հարության մասին վկայությունները հակասական են։ Մեկը մի բան է ասում, մյուսը այլ։ Սրանից եզրակացնում են, որ նրանց վկայությունները իրատեսական չեն, մինչդեռ սա պարզ մանիպուլյացիայի փորձ է։ Իրավաբանական ֆակուլտետում, ասում է Ալեքսեյ Օսիպովը, տեսեք ինչ փորձարկումներ են իրականացնում։ Ուսանողները սպասում են պրոֆեսորին։ Նրա փոխարեն լսարան են ներխուժում մի խումբ ավազակներ և ծեծկռտուք սարքում, որը տևում է 2-3 րոպե։ Ավազակների դուրս վազելուց հետո հանդիսավոր կերպով ներս է մտնում պրոֆեսորը և հարցնում, թե տեսել են արդյոք, թե ինչ է կատարվել։ Ոգևորված ուսանողները պատասխանում են, որ տեսել են։ Պրոֆեսորը նրանց 10 րոպե ժամանակ է տալիս իրենց տեսածը գրի առնելու համար, այնուհետև հավաքում են գրածները և բարձրաձայն կարդում։ Լսարանում բուռն ծիծաղ է սկսվում։ Ծեծկռտուքի մանրամասնությունների մասին ամեն մեկը իր ընկալումներով է կիսվում։ Այն դեպքում, երբ բոլորն էլ նույն իրադարձությանն էին ականատես եղել։ Այնուհետև պրոֆեսորը սովորեցնում է. հիմա հասկացաք, երբ քննիչ դառնաք, հիշեք, որ եթե հանցագործության վկաները բոլորը անխտիր, կետ առ կետ նույն կերպ պատմեն եղելության մասին, իմացեք, որ դա գաղտնի դավադրություն է։ Իրականում նման բան երբեք չի լինում։ Աշխատում է վկաների երևակայությունը։ Յուրաքանչյուրը ունի սուբյեկտիվ ընկալում ու սովորաբար տարբեր կերպ է մատուցում իրենց տեսածն ու լսածը։ Բայց նրանք բոլորը միևնույն բանն են ասում ամենակարևորի մասին։ Այս պարագայում այն, որ ծեծկռտուք է եղել, իսկ թե ով ում է հարվածել, ինչ դիրքից և այլ մանրամասնություններ մատուցվում են յուրովի։
Նույնն է կատարվել նաև Քրիստոսի հարության մասին պատմողների դեպքում։ Կարևոր իրադարձությունը, Տիրոջ հարությունը, բոլորը միաբերան հաստատում են, բայց մատուցման մանրամասնություններն ու մանրուքները բնականաբար տարբերվում են։ Սա խոսում է այն մասին, որ վկաները դավադիր համաձայնության չեն եկել սուտ բան հրամցնելու համար, այլ պատմել են այն, ինչ տեսել ու լսել են։ Սա Քրիստոս Հիսուսի հարության ամենափայլուն ապացույցն է։ Իհարկե, տառակերների համար 4 ավետարանիչներն ու մյուս բոլոր առաքյալները տարբեր կերպ են պատմել հարության մասին, բայց եթե փորձեն մի փոքր մտորել, կհասկանան, որ քրիստոնյաները արդեն երկրորդ դարում պետք է այդ տարբերությունները նկատեին և ուղղեին, բայց չեն արել, որովհետև ոչ մեկը իրեն իրավունք չի վերապահել փոխելու առաքյալների կրվածքները, դրանք մեզ հասել են անփոփոխ կերպով։ Գանք Սողոսին, ով ոչ միայն Քրիստոսի հետևորդը չէր, այլև հալածում էր եկեղեցին, բայց հարությալ Տիրոջը հանդիպելուց հետո կտրականապես փոխում է իր աշխարհայացքը և կյանքը։ Սողոսից նա վերածվում է Պողոսի, որը Քրիստոսի հավատարիմ հետևորդը և առաքյալը դարձավ։ Կորինթացիներին ուղված առաջին նամակում վերջինս ասում է. «Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է ձեր հավատը, և տակավին նույն մեղքերի մեջ եք։ Իսկ այն, որ առաքյալներն ու սուրբ հայրերը մարտիրոսության են գնացել ավետարանելով Տիրոջ հարությունը, անցել բազմաթիվ տառապանքներով, ենթարկվելով կտանքների, միթե Տիրոջ հարության ապացույցը չէ։ Ով կհամարձակվի մեռնել ստի համար։ Նրա համար է իմ հայրը ինձ սիրում, որ ես իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն առնեմ։ Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս։ Իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն առնելու։ Այս պատվերը իմ հորից ստացա»։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Զատիկը հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Սուրբ հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները։ Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Սուրբ Պատարագ։ Սուրբ հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավի մեռելոց ավետիսով, պատասխանում են օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը հայ եկեղեցին նշում է 50 օր շարունակ, մինչև հոգեգալստյան տոն, Պենտեկոստե։ Այս ընթացքը կոչվում է հինանց շրջան կամ հինունք, որ ծագում է հիսունք բառից։ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում։ Ներկված ձուն համարվում է հարության և նոր կյանքի խորհրդանիշ։ Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար։ Ըստ Գրիգոր Տաթևացու, միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և ինչպես իմաստուններն են ասում, դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը օդին, սպիտակուցը ջրին, դեղնուցն էլ երկիրն է։ Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, և մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով հռչակում ենք մեր փրկությունը։